Ապրիլի 30-ից հաքերները վերսկսել են հաղորդագրություններ ուղարկել մի շարք հայաստանյան օգտատերերի, որտեղ նշված է, որ նրանց ծանրոցն իբրև թե հասել է առաքման կետ, բայց չի կարող առաքվել թերի հասցեի պատճառով։ Հաջորդիվ նրանք խնդրել են թարմացնել հասցեն, ուղարկելով հղում, որտեղ պետք է մուտքագրել անձնական տվյալները։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն Armenia Today-ին ասաց, որ խարդախների կողմից շորթվող գումարը կախված է հաշվի մնացորդից եւ կարող է հասնել միլիոնավոր դրամների։ Որոշ հանցագործներ խնդրում են նշել քարտի վրա առկա գումարի մնացորդը ամբողջը միանգամից դուրս գրելու համար։ Նա բացատրեց, թե ինչպես խուսափել խաբեության զոհ դառնալուց։ Եթե ծանրոց ստանալու մասին նամակ եք ստանում, նախ մտաբերեք, իսկապես սպասում եք դրա։ Երկրորդ, ստուգեք ինչ հասցեից է նամակը եկել, արդյոք իսկապես հայփոստից է։ Բաժանորդներից մի շարք բողոքներ ստացել են նաև կապի օպերատորները։ Յուքոմի գլխավոր տնօրեն Ռալիֆ Երիկյանն Armenia Today-ին հայտնեց, որ նման հաղորդագրություններն ուղարկվում են այնպիսի միջոցներով, որոնք ընկերության վերահսկողությունից դուրս են գտնվում, քանի որ տեղեկատվությունը փոխանցվում է համացանցի միջոցով։ Թիմ Տելեկոմ Armenia-ի PR բաժնի ղեկավար Գրիգորի Յուրինի խոսքով է, խարդախներն անընդհատ իրենց սերվերներն ու տեխնիկական տվյալները թարմացնում են, օբյեկտիվորեն դրա դեմ պայքարելու միջոց հիմա չկա։ Viva-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Վահե Իսահակյանն էլ փոխանցեց, որ ընկերությունը ներդրել է տվյալների անվտանգ պահպանման ու արտահոսքը կանխելուն ուղղված համակարգային միջոցներ ու գործիքակազմ։ Մեր զրուցակիցները խորհուրդ են տալիս անջատել համացանցից ստացված հաղորդագրությունները եւ նշել դրանք որպես սփամ։ Զգոն լինել, երբեք չհետևել կասկածելի հղումներին եւ չմուտքագրել անձնական կամ բանկային տեղեկություններ։